Մենք ունենք տեխնացու, մենք ունենք Գյումրի ընթացիկ կառավարման եւ հերրակա զարգացման ծրագիր եւ ունենք քաղաքական ուժ, որը պատասխանատվություն է կրում եւ կրելու բոլոր գործողությունների համար մեր թիմի։ Մնացածների առումով պատասխանատու քաղաքական, իրական պատասխանատու քաղաքական ուժը չի երևում։ Երևում են անհատներ։ Երևում են անհատներ։ Օրինակ իշխանությունն էլ տեսեք ինչ քարոզություն է անում Գյումրիում։ Իշխանությունը փորձում է այն տեխնացուին, որին ներկայացրեցին, հաղթեցրեցին եւ այլն, տեղերում իրենք քարոզում են, որ այդ մարդը կապ չունի ԿՊ-ի հետ, որովհետեւ իրենք գիտեն, որ ԿՊ-ն կոպիտ ասած հայհոյանք է դարձել։ Հիմա ասում են, այս մարդը ԿՊ-ի հետ կապ չունի, որ տեղերում մարդկանց խաբեն, մոլորեցնեն, ասեն, որ դուք ԿՊ-ին չեք ձայն տալիս։ Տալիս եք այս ինչ մարդում, անձին եք ձայն տալիս։ Այսինքն նույնիսկ ԿՊ-ն է թաքնվում իր տեխնացուի հետևում շատ լավ իմանալով, որ շատ ցածր վարկանիշ ունի։ Թող տարօրինակ չհնչա, փաստորեն չհնչի քաղաքական առումով իրենց դեմքով ներկայանում են եվրաթուրքերը։ Այսինքն Եվրադաշինք կոչվածը, որը չի թաքցնում իր թուրքամետ գիծը, որի անունը դրել են իբր արևմտամետ, այդ հակառուսական, ռազմաբազան հեռացնելու, հակահայկական ես կասեի առաջին հերթին, այդ գիծը, որ իրենք ունեն, իրանք իրենց դեմքով ներկայացել են։ Բայց Երևանում մենք տեսանք ինչ եղավ։ Իրենք ձայները հավաքեցին, տարան դրեցին ԿՊ-ի ոտքերի տակ, որ ԿՊ-ն էլ սկսի այդ ոտքերի տակ տրորել երևանցիներին թանկացումներով եւ այլնով։ Հիմա նույնը Գյումրիում են ուզում անեն,